Մի անգամ Վիպասանի բրդավաճառ հայրը հիվանդանում է։ Տատի խորհրդով, որ գավաճառը նարդոսից, որը մեղրատու ծաղիկ է, պատրաստված հյութ է խմում եւ ապաքինվում։ Ապագա հայտնի գրողը փոքրիկ Միքայել Հովհաննիսյանը շատ է տպավորվում այս դեպքից։ Նրան նարդոս ծաղիկը կախարդական մի բան էր թվում, օժտված կյանքը փրկելու, ավելի լավը դարձնելու հատկանիշներով։ Հետագայում այդ ծաղկի անվանումը նա դարձնում է գրական կեղծանուն, այն բաժանելով երկու մասի եւ միացնելով միության գծիկով՝ նար-դոս։ Գրողը երազում էր երկու տղա ունենալ, մեկի անունը դնել նար, մյուսինը դոս։ Նա որոշել էր այդ բաղձալի երազանքն իրականացնելուց հետո անվան գրությունը փոխել, հանել միության գծիկը եւ գրել այնպես, ինչպես ծաղկի անունն է՝ միասնական։ Բայց նա ունեցավ միայն մեկ որդի՝ երգիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյան, եւ ի թիվս իր հայտնի ու սիրված վեպերի, վիպակների եւ պատմվածքների, նաեւ միության գծիկով երկատված անունով մնաց հայ գրականության պատմության մեջ։ Սիրելի հետևորդներ, չմոռանաք բաժանորդագրվել մեր Facebook-յան եւ YouTube-յան ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հաղորդումները։